2014 թվականի միայն 7 ամիսների ընթացքում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման 18000 դեպք է գրանցվել։ Այն դեպքում, երբ ողջ 2013 թվականի ընթացքում հրադադարի խախտման դեպքերը 13000 են եղել։ Տարեսկզբից իրականացվել է 26 դիվերսիոն գործողություն, դրանցից 15-ը վերջին օրերի ընթացքում։ Կառավարության նիստը սկսելուց առաջ հանրապետության վարչապետի խնդրանքով շփման գծում վերջին օրերի ընթացքում ստեղծված լարված իրավիճակը մեկնաբանելիս հենց այս պատկերն է ներկայացնում պաշտպանության նախարարը։ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ռազմական հրետորաբանության արդյունք էր հրադադարի ռեժիմի խախտումը, դիվերսիոն հետախուզական գործողությունները։ Լարված իրավիճակը դեռևս պահպանվում է, վերլուծությունից պարզվել է, որ հրադադարի խախտման ինտենսիվությունը չի նվազել։ Ադրբեջանական կողմն իրականացնում է իր ծավալներով եւ բնույթով աննախադեպ ռազմական բնույթի գործողություններ, այդ թվում հրադադարի ինտենսիվ խախտումներ եւ խաղաղ բնակավայրերի գնդակոծություններ մեծ տրամաչափի զինատեսակներով։ Այդ գործողությունները դժվար է որակել որպես զուտ դիվերսիոն բնույթի, իրենց ինտենսիվությամբ եւ ծավալներով, քանի որ շատ անգամ իրականացվել են նաեւ ցերեկային պայմաններում մեծ խմբերով բացահայտ կերպով ուղղված հայկական հենակետերի գրավմանը։ Դիվերսիոն գործողություններն իհարկե ձախողվել են, ցավոք ունեցել են կորուստներ։ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից խորին ցավակցություն հայտնելով նրանց ծնողներին ու հարազատներին եւ միասին սկալով այս անփարատելի վիշտը առաջարկում մեր գրուպի լրությամբ ոտնկայից հարգել զոհված հերոսների հիշատակը։ Հակառակորդի կողմից ձեռնարկվող նման գործողություններն աննախադեպ են։ 1994 թվականից ի վեր նման բան չի եղել։ Հիմա էլ ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվությունը թե իր բանակի հզորության եւ թե կողմերի կրած կորուստների վերաբերյալ։ Այն դեպքում, երբ այս օրերի ընթացքում ադրբեջանական կողմի կորուստները 8-ից 9 անգամ գերազանցում են հայկական կողմի կորուստներին։ Որոշ սահմանամերձ բնակավայրերում իրավիճակի սրումը ադրբեջանական գյուղերի բնակիչների մոտ առաջացրել է խուճապ եւ արտահոսք։ Այդ կապակցությամբ սահմանամերձ նորակառույց բնակավայրերում ուժեղացվել է վարչական եւ ոստիկանական հսկողությունը։ Հակառակորդի կողմից իրականացվում են այս ժամանակահատվածում նաեւ այլ գործողություններ։ Հայտարարվել է ողջ անձնակազմի հավաք, բերվել են ծառայության ուժեղացված ռեժիմի, արձանագրվել են անձնակազմի զինտեխնիկայի տեղաշարժ գրեթե բոլոր զորամիավորումների պահպանության գոտիների դիմաց, իրականացվում է ավիացիայի ինքնաթիռների եւ ուղղաթիռների ակտիվություն, առաջնային գծի երկայնքով։ Ադրբեջանական կողմը միայն հրադադարի խախտումներով չսահմանափակվելով իրականացնում է ավելի լայնամասշտաբ գործողությունների նախապատրաստական աշխատանք, հավելում է նախարարը, ընդգծելով, որ այս ամենը նաև բանակցային գործընթացի վրա ազդելու նպատակ ունի։ Պաշտպանության նախարարության կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ, առաջին հերթին զինված ուժերը առանց մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերելու ուժեղացել է իր ծառայությունը եւ սահմանամերձ հատվածում եւ նաեւ ռեզերվային բոլոր զորամասերում հրամանատարական կետերը ղեկավարման ամբողջ համակարգը, միջոցներն ու օրգանները գործում են շուրջօրյա ռեժիմով, հատկապես գիշերային պայմաններում ծառայության ռեժիմը ուժեղացված է։ Ադրբեջանի զինված ուժերի գործելակերպը ամբողջովին հակասում է ՀՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն եւ տրամաբանությանը, նշում է նախարարը։ Հայկական կողմը հավատարիմ մնալով հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու տրամաբանությանը եւ բարձր գնահատելով ՀՀԿ Մինսկի խմբի պետությունների կառուցողական ջանքերը, պարբերաբար կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրման ուղղված քայլերից։ Այսպես պետք է ասեմ, թուրքը մնում է թուրք եւ մենք նրա հետ գործելու ենք այն կանոնները, որով որ ինքը ուզում է մեր հետ գործել։ Արկա լարվածությունը սաստկացնելուն ուղղված ադրբեջանական կողմի գործողությունների շարունակման դեպքում հայկական զինուժը ստիպված կլինի իրականացնելու համարժեք գործողություններ։ Թափված արյունը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին է։ Հայաստանի պաշտպանության նախարարը նկատում է, որ հակառակորդն այս իրավիճակում չի հանգստանալու մինչև օգոստոսի 9-ը եւ դրանից հետո Հայաստանի զինված ուժերը պատրաստ են իրականացնել իրենց առջև դրված խնդիրը։ Կառավարությունն էլ շփման գծում գնդակոծման հետևանքով տուժած սահմանամերձ համայնքներին 20 միլիոն դրամ է տրամադրել։ Աննա Գրիգորյան, Հայարփի Միքայելյան, ժամը լրատվական։